Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում Նորոն հազիվ հավաքելով իր ցրված մտքերն ու ուժասպառ մարմինը մտնում է Ալինայի ննջասենյակ։ Նրա քայլերն ծանր են, իսկ սրտի բաբախը արագ ու անհանգիստ։ Բայց այդ պահին նա պարզապես չի կարող թույլ տալ իրեն փշրվել, չի կարող թույլ տալ, որ քույրը տեսնի իր ցավը։ Խոսում է հանգիստ, համբերատար, կարծես ամեն ինչ վերահսկողության տակ է։ Ասում է, որ բուժումը երկարատև է լինելու, բայց ամեն բան կարգին է լինելու։ Թեև ներսում նրա ամբողջ էությունը գոռում է, կուլ է տալիս արցունքները հանուն Ալինայի։ Նրա ամբողջ մարմինը կծկվում է ցավից ու անզորությունից, բայց նա դիմանում է։ Այս պահին Նորոն ու Էլիզա ապրում են կյանքից դուրս մի իրականության մեջ։ Այդ իրականության անունն է անվերջ անհանգստություն, անվերջ կասկած ու անվերջ ներքին վեճ։ Էլիզի անհավասարակշիռ, երբեմն անզուսպ քայլերը բոլորին տարել են փակուղի։ Իսկ հիմա, այս ամենի մթնոլորտում, Էլիզը փորձում է Նորոյի հետ խոսել, փորձելով հասկանալ, թե ինչ կլինի, եթե մի օր Արշակը բացահայտի ճշմարտությունը, եթե իմանա, թե ովքեր են իրենք իրականում։ Բայց Նորոն այլևս ոչնչից չի վախենում։ Նա ասում է, որ իր միակ մտահոգությունը Ալինայի ապաքինումն է։ Ոչ Արշակի ուժը, ոչ ճշմարտության բացահայտման վախը չեն կարող կշռել իր միակ նպատակին՝ փրկել քրոջ կյանքը։ Մինչ Էլիզը ու Նորոն իրենց աշխարհում պայքարում են ցավի դեմ, Մագդան վերադառնում է տուն խառնված զգացմունքներով։ Նրա հոգում ոչ միայն ցավ ու հարցեր են, այլև խոր հիասթափություն։ Նա պատմում է Արշակին ամեն ինչ, իր տեսածը, զգացածը, ասում է, որ տեսել է Նորոյին, Էդոյին ու Էլիզին միասին, որ նրանց միջև ջերմություն կա, վստահություն, մտերմություն։ Արշակն ապշում է։ Նրա համար այս պատմությունը լրիվ նոր չափեր է ստանում։ Ինչպես կարող է պատահել, որ այդքան մոտ մարդիկ իրար ճանաչում են, սերտ կապեր ունեն, իսկ ինքը որևէ բան չի նկատել։ Ամենաանհասկանալի պահն է Էդոյի լռությունը։ Էդոյին, ում ընտանիքը Արշակը վստահել է տարիներով, հիմա պահում է կարևոր ինֆորմացիա նրանից։ Իսկ Մագդան լի է ցասումով։ Նա հայտարարում է, որ կպատժի Նորոյին, ոչ այլևս որպես սիրահարված աղջիկ, այլև որպես սեփական արժանապատվությունը պաշտպանող կին։ Նրա սիրտը հիասթափված է, եւ ինքը երդվում է, որ այլևս երբեք չի ների Նորոյին։ Բայց ճակատագիրը նոր անանկնկալ է պատրաստել։ Հաջորդ օրը Էլիզը, դեռ լի սրտով ու կասկածներով, գնում է մորը գերեզմանին։ Նրա հոգին կեղեքված է։ Նա գալիս է այնտեղ ասելու, պատմելու, բողոքելու, գուցե նաև ներողություն խնդրելու։ Բայց այդ պահի լռությունը երկար չի տևում։ Արշակը, ձեռքին ծառք է փունջ, նույնպես գալիս է, այցելելու Շուշանի գերեզմանին։ Նա պատրաստվում էր աղոթել, լռել, հիշել, բայց այն ինչ տեսնում է, սառեցնում է նրա քայլերը։ Նա տեսնում է Էլիզին, հենց Շուշանի շիրմաքարի առաջ նստած։ Սրտի խորքից ծնվում են միանգամից հարյուրավոր հարցեր։ Ինչ կապ ունի այս աղջիկը Շուշանի հետ։ Ինչու է նա այստեղ։ Ինչու է լուռ կանգնած, լի արցունքով։ Եվ երբ Արշակը մոտենում է նրան, նրա հայացքը մթնում է։ Նա արդեն հասկանում է, սա պատահականություն չէ։ Սա մի բացվող գաղտնիք է, որի վրա շուտով լույս է սփռվելու։ Իսկ Էլիզը զգալով, որ բացահայտման պահը եկել է, խուճապի է մատնվում։ Նրա սրտի զարքերը արագանում են, ձեռքերը անհանգիստ են, շուրփերը կիսաբաց։ Նա չի կարողանում պատասխանել Արշակի պարզ հարցերին։ Բայց ճշմարտության բացահայտումն արդեն շատ մոտ է։ Հարգելի հետևորդներ, արդյոք Էլիզը Արշակին կասի, որ ինքը Շուշանի աղջիկ է։ Գրեք մեկնաբանություն։